Շուշին ազատագրվեց հարսանիքը լեռներում հաջող գործողության շնորհիվ եւ դրանից հետո եկեղեցին սկսել է վերանորոգվել, նորոգման աշխատանքները շարունակվել են մինչեւ 97 թվականը վերահոսման նպատակով 98 թվականի պայծառակերպության տոնին Հիսուս Քրիստոսի պայծառակերպության, այսինքն Վարդավառի տոնին տեղի ունեցել եկեղեցու վերահոսումը։ Պետք է նշենք, որ նրա մասին հիշատակություն կա դեռևս մեծ ծանոթ կառույցից առաջ, օրինակ 1820 թվականին տեղանքի նկարագրության մեջ նրա այդ վեհաշուկ մեծ եկեղեցու տեղում նախկին ավելի փոքր չափսերի եկեղեցին է հիշատակվում եւ սա եւս մեկ հաստատում, որ այդ թաղամասը հայկական եկեղեցի ունեցել է նույնիսկ այս վեհաշուկ հսկայական կառույցից առաջ։ Այս եկեղեցում երկար ժամանակ պահվել է Սուրբ Գրիգորիսի աչը, իսկ Գրիգորիսը գիտենք, որ հայոց արևելից կողմերի համար, այսինքն մասնավորապես Արցախի եւ Ուտիքի ու նրանցից արևելք ընկած տարածքների համար, որտեղ հայ եկեղեցու նվիրապետությունն է տարածվել, նույնիսկ Աղվանից եկեղեցու վրա, այսինքն Կուրից դեպի արևելք, եթե դիտարկենք, այս բոլոր տարածքների համար Գրիգորիսը սրբազան կերպար է, նա Գրիգոր Լուսավորչի ընտանիքի անդամը լինելով, այս տարածքներում քրիստոնեության տարածման գլխավոր դեմքն է համարվում, սառմով իհարկե Ղազանչեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին եւս մեկ լրացուցիչ սրբազան խորհրդաբանություն է ստացել։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։